Ողջույն։ Այսօր մենք հասել ենք առաջի թագավորաց 5-6 գլուխները, որտեղ տեսնում ենք, որ ոչ մի կուռք չի կարող կանգնել կենդանի Աստծո առաջ, եւ որ Աստված ինքն է պաշտպանում իր փառքը։ Առաջի թագավորաց 5-րդ գլխում փշտացիները կարծում էին, թե հաղթել էին Իսրայելի Աստծուն, քանի որ ուխտի տապանակը վերցրել էին որպես ավար։ Նրանք այն տարան Ազոտ քաղաքը եւ դրեցին իրենց չաստված Դագոնի տաճարում, Դագոնի արձանի կողքին, բայց հաջորդ առավոտ Դագոնը ընկել էր Տիրոջ տապանակի առաջ։ Նրանք նորից կանգնեցրեցին արձանը, հաջորդ օրը այն կրկին ընկել էր, իսկ գլուխն ու ձեռքերը կոտրված էին։ Այս ամենը ցույց է տալիս, որ կենդանի Աստված չի պարտվում։ Ընդհակառակը կուռքը խոնարհվեց նրա առաջ։ Բացի այդ, Տերը ծանր հարվածներ հասցրեց փխտացիների քաղաքներին, մինչև նրանք հասկացան, որ չեն կարող դիմադրել կենդանի Աստծո զորությանը։ Դագոնի անկումը մեզ հիշեցնում է, որ Հիսուսի առաջ վերջապես պիտի խոնարհվի ամեն իշխանություն եւ ծունկ, ինչպես Ֆիլիպպեցիների 2-րդ գլխում գրված է, որ պեսի Հիսուսի անվան առաջ ծնկի գա ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսն է Տերը։ Ինչպես Դագոնը չկարողացավ կանգնել Աստծո ներկայության առաջ, այնպես էլ մեղքը, խավարը եւ սատանայի իշխանությունը չեն կարող կանգնել Քրիստոսի առաջ։ Նա է թագավորների թագավորը եւ տերերի Տերը։ Թագավորաց առաջի թագավորաց 6-րդ գլխում փշտացիները հասկանում են, որ տապանակը պետք է վերադարձնեն։ Նրանք այն դնում են նոր սալի վրա եւ լծում 2 կովի, որոնք երբեք լծի տակ չէին եղել։ Եթե կովերը գնային դեպի Իսրայել, դա կլիներ նշան, որ ամեն ինչ Աստծուց էր։ Եվ հենց այդպես էլ տեղի է ունենում։ Կովերը առանց շեղվելու գնում են դեպի Բեթսամե։ Բայց այնտեղ տեղի է ունենում նաև մի ցավալի դեպք։ Որոշ մարդիկ անհարգալից կերպով նայում են տապանակի մեջ եւ Աստծո դատաստանը գալիս է նրանց վրա։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ Աստված ոչ միայն սիրող է, այլ նաև սուրբ։ Նրա ներկայությունը պետք է մոտենալ երկյուղածությամբ եւ հարգանքով։ Ուստի տապանակը ներկայացնում էր Աստծո ներկայությունը ժողովրդի մեջ, բայց նոր ուխտում Աստծո ներկայությունը մարմնացավ Հիսուս Քրիստոսի մեջ։ Ինչպես Հովհաննեսը նորից ենք ասում, ինչպես երեք ասեցինք, առաջի 14-ում գրված է, որ խոսքը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Հին ուխտում մարդիկ չէին կարող ուղակի ազատ մոտենան Աստծո սրբությանը, բայց Հիսուսի խաչի միջոցով ճանապարհը բացվեց։ Ինչպես Եբրայեցիս 10:19-ում գրված է. «Ուստի համարձակություն ունենանք մոտենալու սրբությանը Հիսուսի այրամբ»։ Մենք չենք մոտենում Աստծուն մեր արդարությամբ, այլ Քրիստոսի զոհաբերության շնորհիվ։ Սիրելիներ, այս գլուխները մեզ 2 կարևոր ճշմարտություն են սովորեցնում։ Առաջինը, ոչ մի կուռք չի կարող կանգնել Աստծո առաջ։ Երկրորդը, այսօր կուռքերը միշտ չէ, որ քարից կամ փայտից են։ Դրանք կարող են լինել փողը, իշխանությունը, հաջողությունը կամ նույնիսկ մեր սեփական եսը։ Եթե որևէ բան զբաղեցնում է Հիսուսի տեղը մեր սրտում, այն դառնում է կուռք։ Երկրորդը, Աստծո ներկայությունը մեծ օրհնություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն ունի։ Եկեք ամեն օր մոտենանք նրա խոնարհությամբ, ապաշխարությամբ եւ սիրով։ Աղոթենք, սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես կենդանի Աստվածը, որի առաջ խոնարհվում է ամեն իշխանություն։ Մաքրիր մեր սրտերը բոլոր կուռքերից եւ սովորեցրու մեզ միայն քեզ երկրպագել։ Շնորհակալ ենք, որ քո խաչի միջոցով մեզ ճանապարհ բացեցիր դեպի Հորը։ Օգնիր մեզ ապրել սրբությամբ, երկյուղածությամբ եւ սիրով, որպեսզի մեր կյանքը միշտ փառավորի քեզ։ Ամեն։ Եթե այս ուսուցումները օրհնություն են քեզ համար, կիսվիր եւ գրիր մեկնաբանություններում, թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գրքում։
Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո տունը։